ուստեղ կա երկու տեսակի հայ, մեկը բնազդով գոյատևող, որ մենակ ուտելուն ու զուգարան ունենա հերիքա։ Ամեոբաներ էլ, դրանք մենակ ազգությամբ են հայ, բայց հաստատ ոչ էությամբ։ Ու մեկ էլ մյուս տեսակը, ով էությամբ է հայ, ով ապրում է գիտակցված, ով գիտի ազգ ու պետություն բառերի նշանակությունը, ով գիտի բանակի ու ազգի միասնականության կարևորությունը, ով գիտի ինչ է նշանակում պատասխանատվություն, արժանապատվություն, ինքնասիրություն, պահանջատիրություն ու հայրենիք։ Առաջի տեսակը ուզում է ամեն գնով անգամ իր արժանապատվության ու ինքնասիրության կորստի։ Խուսափի պատերազմից, իրան էշիտեղ դնողներին փառաբանելու հաշվին չհոգնի քաղաքականությունից, սիրի այդ քաղաքականությունը։ Ուզում է որ բոլորը իր նման ամեոբա լինեն, որ ինքը չվիճի ոչ մեկի հետ, շատ չմտածի, որ գլուխը չցավա, ուղեղ չունի, չէ։ Ու այս հայ կոչված ամեոբան միշտ պատրաստ է զիջումների, միշտ պատրաստ է մի բան տվող ստորագրությունների, միշտ պատրաստ է ընդունի ամեն ինչ, մենակ թե իրան հանգիստ թողեն։ Իսկ երկրորդ տեսակը թվով քանակությամբ քիչ է, բայց իրական հայն է։ Ու ինքը հասկանում է, որ պատերազմը միշտ նախ սկսվում է մարդու գլխում, ինքը իր հետ, ու այդ հաղթանակից հետո ինքը այլ տեղերում այլևս պարտվելու ձև չունի։ Այդ հայը գիտի, որ խաղաղությունը նախ սերմանվում է մարդու մեջ, հիմնվելով իր ազգային ու պետական շահերը պաշտպանող հիմքերի վրա, ոչ թե ստորացնող ու նսեմացնող։ Ու իրական հայը գիտի, պետականությունը նախ կառուցվում է մարդու ողնաշարի մեջ, ոչ թե թշնամու պարտադրանքով փոխված սահմանադրությամբ։ Ու իրականում երևի մեր խաչմերուկը հենց այս երկու հայի մեջ է։ Այսինքն պետքա որոշվի, թե որ մեկն է լինելու գերակշիռ, ստրկամիտ հարմարվողը, որին մենակ իր կերն է հետաքրքրում, թե սթափ ու արժանապատիվ մտածողը, ով չի վախում պատասխանատվություն վերցնելուց ու կարա դիտորդի կարգավիճակից դուրս գա ու դառնա մտքի, արժե համակարգի ու հայակործան քաղաքականության հեղափոխողներից մեկը։ Հույս ունեմ, որ երկրորդը, հակառակ դեպքում չկա այլևս ոչ հայ, ոչ Հայաստան։